Շարունակում ենք ծրագիրը եւ մեզ է միացել արդեն այս հատվածում հաղորդման վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե երկու հիմնական թեմա ունենք Արմեն, Ուկրաինայի պատերազմը եւ Իրանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները այս պահին։ Սկսենք Ուկրաինայից, քանի որ իրար վրա խոսեցին։ Ես ինչքան նայում եմ, կիսվում եմ մեր հերոստատիտողների հետ, ես ոչ մի առաջընթաց չեմ տեսնում, չնայած երկու կողմերն էլ ասում են կարծես էսեր, կարծես էն էլ։ Քո տպավորությունը ինչ է այս բանակցություններից։ Իմ տպավորությունը, տեսեք, ամենակարևորը պետք է արդեն ինսայթ կա, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, որ լարված է անցել բանակցությունները եւ Axios-ներ հրապարակել տեղեկություններ, որ չափազանց 4.5-ից 6 ժամվա մասին է խոսում, մենակ առաջի փուլը, հետո ինչ որ երկրորդ հանդիպումն էլ է եղել։ Եվ իրոք շատ լարված է անցել եւ այստեղ շատ կարեւոր է Մեդինսկու գործոնը։ Մեդինսկու, այսինքն ում է ուղարկել Պուտինը բանակցությունելու։ Մեդինսկու պարագան կարեւոր է ինչով, որովհետեւ նա համարվում է այսպես տեսեք Պուտինի խորհրդականն է, բայց ինքը կոմպետենտ չի համարվում ինչ առումով։ Ինքը սկսում է որոշում կայացնող չի, չէ՞։ Որոշում կայացնող չի նախ, երկրորդն էլ ինքը այն կոնսպիրոլոգիայի, այսինքն որ չգիտեմ, պատմական ինչ որ լեկցիաներ կարդալու կողմնակից է եւ այսպես շարունակ, եւ բոլորը ասում են, եթե Պուտինը ուղարկել է Մեդինսկուն, ես չեմ հասկանում, այսինքն մարդիկ ասում են չենք հասկանում, թե որտեղ է Տրամպի տրամաբանությունը, որ այստեղ ինչ-որ առաջընթաց կարող լինի, որտեղ Մեդինսկու ուղարկելը զուտ փաստ է, չէ՞ արդեն։ Զուտ արդեն փաստ է, այո, որ ինքը հետ է կանգնում բանակցություններից, չի ուզում, որևէ արդյունք չի ուզում։ Հետևաբար այստեղ ակնհայտորեն ուրեմն դրա համար Վլադիմիր Զելենսկին, այսպես ասում եմ, որոշակերեն փորձեց երաշխավորել իրեն, որ ցույց տալով, որ պետք չի Ուկրաինայի վրա ճնշում գործադրել եւ հետաքրքրական մի բան, որ արդեն եվրոպացիները գիտեին Մյունխենյան կոնֆերենցիայի ժամանակ Մեդինսկու ուրեմն գոյության մասին Ժնևյան բանակցություններում եւ խոսվում էր այն մասին, որ պետքա դիմանալ միասին ոչ միայն Ռուսաստանի ճնշումներին, այլ նաեւ Միացյալ Նահանգների։ Այսինքն Եվրոպան Ուկրաինայի հետ միասին չպետքա թույլ տա ին վրա ճնշումներ ոչ միայն Ռուսաստանի կողմից, այլև Միացյալ Նահանգների, այս իմաստով։ Որտեվ Տրամպը փորձում է քաղաքական հարց լուծել, ուրեմն կրկին այդ մասին խոսել ենք ընտրություններից առաջ, որտեվ մենք էլ այդ մասին խոսել ենք, եթե մենք նայում ենք ուրեմն Տրամփի խաղաղության գործունեությանը, մեղմ ասած կասկածելի արդյունքներ ունենք, որովհետև Գազայի հարցում փոքր հետևում եմ, այնտեղ Իսրայելը շատ դժգոհ է եւ մեծ հավանականություն արդեն ակնարկներ կան, որ կարող է վերսկսվել ռազմական գործողությունները ուրեմն Համասի նկատմամբ։ Ամեն կներես, բայց հիմնական Իսրայելի եւ Միացյալ Նահանգներն էլ ես հիշում եմ այդ ժամանակ ասում են, որ Համասը պիտի զինաթափվի։ Պաստորեն դա տեղի չունեցավ, հա։ Ոչ միայն տեղի չունեցավ, այլ նաեւ խոսքը նրա մասին է, որ տեսեք, խոսում են ինչ որ ծանր զենքի մասին, որ Համասը ունի, որ պետք է հանձնի, իսկ Համասը փորձում է հիմա այս պայն համոզել, որ այսինքն ինքնաձիգները կարող է պահպանել։ Խոսքը մոտ 60,000 ինքնաձիգի մասին է, որ իրենց ձեռքում են, բայց Համասի հիմնական զենքը ինքնաձիգն է։ Այո, իրենք այնտեղ ուրեմն իրենք ասում եմ ձեռքի վրա ոտքի հետ ինչ որ հրթիռներ արտադրում էին։ Այո, դա այդպիսի բան կա։ Մի մասն էլ Իրանից էին ստանում։ Այո, այդպես հիմնականում հավաքում էին, որտեղ այդտեղ ոչ թե ամբողջական հրթիռներ գրում, այլ իրենք ունեին արդեն ինչ որ գետնի տակ թունելներում ինչ որ արտադրություն էին դրել, կարողանում էին ոչ կատարյալ, բայց այո, իրանական տեխնոլոգիաներով ինչ որ այդպես խուժան հրթիռներ էին հավաքում, որ էլի վտանգեր, որտեղ ամեն դեպքում պայթում։ Իսրայելական իհարկե այդ գմբեթը ոչնչացնում էր հակաօդային պաշտպանության այդ հրթիռները, բավականին հեշտ ուրեմն բնականաբար, բայց քանակի պարագայում մի հատ երկու հատ կարող էր եւ հասնել տեղ, հա։ Հիմա, բայց գլխավորը հետեւյալ չի, հիմնականում օրինակ այս փուլում եւ միշտ Համասի ամենավտանգավոր զենքը եղել է ինքնաձիգը, որտեղ իրենք թաքնված քաղաքացիականի հակոստներով հարձակվել են իսրայելական բանակի վրա կամ նույն եթե մենք վերցնում ենք հոկտեմբերի 7-ի հարձակումը հիմնականում ինքնաձիգներով ա եղել։ Այսինքն այնտեղ ոչ մի ինչ-որ շատ ավելի լուրջ զենքի մասին խոսելը անիմաստ է։ Եվ հիմա Համասը փորձում է այսպես դիրքավորվել, թե բա եկեք ինքնաձիգները պահենք, առաջի փուլում տենց ինչ-որ բաներ կհանձնենք, հա,
Բնականաբար էտել է կասկածելի թե որքանը կհանձնե, որքանը չի։ Իսրայելի հիմնական բողոքը այս հարցում է։ Այո, ավելին ասեմ, իրենք չեն պատրաստվում հանձնել Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին, իրանք ասում են հանձնենք Պաղեստինյան ադմինիստրացիային, ուրեմն West Bank-ում, այսինքն էտել է կասկածելի բան։ Եվ իդեպ իրենք փորձում էին արդեն այս տարբերակին համաձայնել, որքան ես հասկանում եմ, Նեթանյահուի այցից հետո կարծես թե Միացյալ Նահանգները նորից ակնարկում է, որ պետք է Համասը զինաթափվի։ Համենայն դեպս այնտեղ կա խնդիր, որ Համասը չի զինաթափվում, եւ տեսեք այդ խաղաղ արդեն խոսակցությունները լրջորեն այն մասին են, որ Նեթանյահուն այսինքն ժամկետ է տվել այդ երկրորդ փուլը կատարելու համար, եթե այդ երկրորդ փուլը չկատարվի, ինքը չի ուզում, որպեսզի Համասին ժամանակ տրվի նորից իր կարողությունները հնարավորություն, իրենք հիմա հնարավորինս թույլ վիճակում են, եւ շատ մեծ հավանականություն կա, որ այդ Գազայի պատերազմը նորից կվերսկսվի։ Սա Գազայի մասով, որը խնդրեմ է։ Հետևաբար բոլոր այդ խաղաղության process-ները, որ մենք տեսնում ենք այսօր Թրամփի կատարմամբ, այո, այնտեղ Չինաստան-Պակիստանը հանգեց, բայց Չինաստան-Պակիստանը հենց այո, Հնդկաստան-Պակիստանը, բայց իրանք հենց իրենք ներսի, եթե իրենց նայում ես, իրենք չեն համարում, որ Թրամփն է կանգնացրել, որտեղ իրենք բարբերաբար դա լինում է, բարբերաբար, հա։ Բնականաբար տեսանք, որ տեղեր կար սկսվեց, հանգեց, բայց մեծ հաշվով ֆունդամենտալ խաղաղության մասին, որ խոսում ենք, անգամ այս պահի դրությամբ, տեսեք, Հայաստանում process-ը երևի Այն էլ Հայաստանում տեսեք հրադադար ամենառեալը կարծես Հայաստանն, այո, բայց էդ էլ եկեք հասկանանք, որ Թրամփը ավելի շատ փորձում է կանխարգելել ապագա պատերազմը, որովհետև ինքը տակ իրավիճակից չկանգնացրեց, այսինքն արդեն ռազմական գործողությունները կանգնած էին։ Այո։ Եվ հիշենք, որ նախորդ ադմինիստրացիան անդադ զսպում էր Ադրբեջանին, չէ՞, այդ գործոնը կար, Ալիևը դրանից էր քաշվում, նույն Բլինքենի զանգերից էր քաշվում։ Մենք այդ մասին շատ ենք խոսել։ Դրա համար եկեք հասկանանք, որ Թրամփին ինչ որտեղ քաղաքական միավորներ են պետք նաև եւ ամենագլխավորը ինքը համարում է, որ Ռուսաստանին դեռ կարող է փոկել Չինաստանից այս process-ով։ Հիմա տեսեք, Զելենսկին նաև այս ռուսական օրակարգը, որ Զելենսկին ոչ միայն պետք է ընտրություն անցկացնի, այլ նաև իրենք չեն ցանկանում, որ Զելենսկին մնա նախագահ, եւ ահա Զելենսկին հետաքրքիր հայտարարություն արեց, որ ակնարկում է, որ չի բացառվում, որ ինքը նորից կառաջադրվի։ Դա կախված է ժողովրդի ցանկությունից, դա ոչ մեկի ցանկությունից կախված չի։ Եվ այստեղ նաև հետաքրքիր, այսպես ասում է, կոպիտ ասած ակնարկ կա Թրամփին, որ ուկրաինական ժողովուրդը եւ Ուկրաինան կամ Ուկրաինայի նախագահը չի պատրաստվում հլոհնազանդ կատարել, ասենք Թրամփի կամ ասենք Պուտինի պահանջները։ Ավելին ասեմ ձեզ, եթե մենք վերցնում ենք այսօրվա վիճակը, մասնագետները հետաքրքրական ուրեմն վերլուծություններ են անում, որ իրականում Ռուսաստանի վիճակը պատերազմը շարունակելու շատ կասկածելի է եւ հաշվի առնելով թե չգիտեմ տեղյակ եք թե չէ տելեգրամները փակելու այդ գործընթացին այո տելեգրամը փակելու հետաքրքիր տենդենսա ուրեմն խոսքա որ ապրիլի 1-ից ընդհանրապես կարող է Ռուսաստանը վերածվի Հարավային Կորեայի արդեն այդ գլոբալ այդ ճանապարհի վրա որովհետեւ Telegram Messenger-ը որը դարձել է շատ պոպուլյար եւ անգամ SVO-ի տարածքում իրենց հատուկ ռազմական օպերացիա իրանց պայում այսինքն Ուկրաինայի տարածքում ռուսները կապի միջոց որպես օգտագործում են Telegram-ը ժամանակը սպառվեց առաջի մասում երկու մասով կանդրադառնանք դրան ու հետո գովաստ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուրչյանն Armflix հարթակում անընդմեջ նորությունները կարող են զարմացնել, բայց դրանք իրականություն են։ Այսուհետ Armflix-ի օրացուցային հրապարակումներ նոր կոնտենտի վերաբերյալ միայն փետրվար ամսվա նորություններն են։ Կայսրության թևերը երրորդ եթերաշրջան նկարահանված 3 երկրում՝ Հայաստան, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Վերջին վկան նկարահանված Միացյալ Նահանգներում։ Հատ ծյոցը նկարահանված Միացյալ Նահանգներում։ Իսկ անակնկալները շարունակական են։ Միացեք Armflix-ին եւ լրացրեք ձեր ժամանցը բացառիկ ֆիլմերով։ Միայն Armflix-ում յուրաքանչյուր տարիքի հանդիսատեսի համար։ Armflix լավագույն հայկական մեդիա հարթակ աշխարհասփյուր հայության համար։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի Արմեն վերջի բանը այո հետաքրքրականը տեսեք որ Telegram-ի հետ կապված հիմա Ռուսաստանի կարողությունը պատերազմը շարունակելու իրենք հիմա փորձում են այսքան խոսակցություններ կա որ ապրիլի 1-ից փորձում են արգելել Telegram-ը
Դա ինչից է գալիս Արմեն։ Դե փաստորեն տեսեք, իրենք Facebook, YouTube, բոլոր Telegram-ն էլ իրենք, չէ, իրենք ստեղծեցին, եթե չէ։ իրենց այսպես ստեղծողը ռուսը դուրը, այո, բայց իրականում դուք հիշում եք, որ ֆրանսիացիները բռնել էին, նստացրել էին։ Հետո տեղափոխվեց։ Հետո այնտեղ խնդիր կա, որ ուրեմն հատուկ կոդեր կան կամ բանալի են ասում, որ եթե դու տալիս ես այդ Ռուսաստանի գաղտնի ծառայություններին, ինքը կարողանում է մտնի մարդկանց ցանկացած մարդու տվյալ, գրագրություն, մեսենջեր, զանգեր, այո, ամեն ինչ կարող է հետևել։ Բնականաբար Դուրովը հասկանում է, որ եթե դա տվեց ռուսական իշխանություններին, ի դեպ ֆրանսիական իշխանություններն էլ որոշ այդպիսի մարդկանց բանալիներ էին ուզում, որպեսզի կարողանան հետապնդեն, այսինքն տերորիստներին եւ այլ այսպես շարունակ, հա, անվտանգության որոշակի բաներ կա։ Աստված գիտի ինչ է տվել ֆրանսիացիներին, ինչ չի տվել, ոչ մեկ չգիտի, բայց մի պահ ասեցին դատում են եւ այլն, հետո լրացեց պատմությունը։ Ինձ թվում է, այո, այդպիսի մի բան կա եւ ռուսներն էլ են ուզում եւ ռուսները չունեն ըստ էության, փաստորեն Պուտինը ըստ էության մտած համարում է դա թշնամական, եթե այդպես է։ Բայց այստեղ տեսեք ինչն է կարեւոր։ Քանի որ արդեն իրավիճակը դուրս է գալի կոնտրոլից, որտեղ մենք տեսնում ենք ռուս օլիգարխները, մենք տեսնում ենք արդեն ընկերությունները բացահայտ խոսում են պարտքերի մասին, տեսանք ամենախոշոր կառուցապատող Սամոլոտ ընկերությունը բանկրոտի է ենթարկվում, տեսանք, որ Աուրուս գործարանը բանկրոտի է ենթարկվում, որը իրենց ռուսական Պուտինի համար ավտոներ էր արտադրում, հա։ Տեսնում ենք, որ իրոք տնտեսական վիճակը ծանրագույններից է դառնում այս տարի, արդեն բոլոր տելեգրամյան ալիքներից գների մասին եւ գնաճի մասին ոռնոցներ է գալիս, արդեն ակնհայտորեն ռուս ժողովուրդը սկսել է զգալ այս տարվանից լրջագույն, ասենք կամած-կամացը չէին նկատում, որ կամած-կամաց իրանց կյանքը վատանում է, ասենք շրջաններում նկատում էին, բայց կոնկրետ հիմա այս տարվանից արդեն ով չի ալարում խոսում է թե խանութներում ինչ բարձր գներ է Եվ բացի դրանից էլ անընդհատ խոսվում այն մասին, որ այդ գնաճը կարող է շարունակվի, այսինքն եթե մենք ռուսական օֆիցիալ ուրեմն տեղեկատվություն ենք նայել, ներդրումների մասին խոսք չկա, բարձր բանկային տոկոսադրույք կա, փորձեցին իջեցնել այս անգամ փետրվարին 0.5%-ով իջեցրեցին, որը ընդհանրապես հարց չի լուծում։ Իսկ տոկոսադրույքի հարցը տեսեք ինչն է խնդիրը, եթե դու բարձր տոկոսադրույք ես պահում, չի լինում ներդրում։ Եթե դու իջեցնում ես տոկոսադրույթը, լինում է սարսափելի ինֆլյացիա։ Այսինքն իրենք այստեղ լավ ընտրություն չունեն։ Մի մոմենտ բարձրացրեցին մինչև համարյա 20-21%, հասկացան, որ տնտեսությունը վարիագնում ոչ մեկ ներդրում չի անում, թանկ է փողը։ Իջացրեցին, հիմա սկսեց գնաճը բարձրանալ, հա, նորմալ պրոցեսներ է։ Սկսում են փող տպել, ինչը նորից բերելու է ինֆլյացիայի։ Եվ իրականում բոլորը մասնագետները փորձում են հասկանալ, շատերի կարծիքով Ռուսաստանի տնտեսությունը արդեն պիտի պայթած լինի։ Շատերը ասում են դեռ հələ այս տարվա մեջ կարող է մաքարի, բայց ակնհայտորեն մի բան Տելեգրամյան ալիքները դարել են շատ պոպուլյար, իրանք հանեցին իրենց մեսենջեր կար, մաքսի դեպ Հայաստանում էլ կարող են, Հայաստանում էլ է հասանելի, իրենք ուզում են, որ տարածվի, մենք կոչ անենք, որպեսզի այդ մեսենջեր մաքսի կարող է չիմանան եւ փող մյուսներին տարածեն, որ հանկարծ որևէ մեկը այդ մեսենջեր մաքսից չօգտվի, որտեվ դա ըստ էության կատաստրոֆա է, դա ըստ էության Max, այո, MAX, հա Եվ այդ Max-ը ստեղծված բոլոր ամբողջ ռուս ժողովրդին ուզում են բերեն այդ օտարերկրյա մեսենջերներից, ուզում են բերել, դա ասինքն անգամ ձևակերպում կա թվային կոնցլագեր են սարքում, որովհետև Max-ի մեջ իրանք ցանկացած ամեն տեղեկություն քո մասին կարողանում քո ցանկացած գրառում իրանք հետևում են, այսպես շարունակ, հա։ Եվ Պուտինին պետք է տոտալ վերահսկողություն, որովհետև Telegram-ը կարող է դառնի գործիք տոտալ համախմբման համար Պուտինի դեմ արդեն հասկանում են, որ գրադուսը բարձրանում է, աստիճանը լարվածության բարձրանում է եւ գումարած, որ արդեն 2 ամիս է կան լրջագույն հիմքեր մտածելու, որ մոբիլիզացիան ավելի քիչ է, քան կորուստները։ Գնալով ավելի փոքրանում է ցանկացողների թիվը, որտեղ արդեն տարածվեց, որ այդ մեծ փողերը արդեն չեն տալի, որ տալիս են, հետո ստիպում են քեզ ձեռքից վերցնում են բանակում այդ փողերը, դու վճարում ես, որպեսզի քեզ չուղարկեն մսային գրողների, եւ կոպիտ ասած, ով որ փողի համար գնաց բանակ, այսօր կամ ոչ չունի կամ ձեռ չունի կամ 200 են ասում մահացած է եւ ըստ էության ոչ մեկ կամ ասենք կանայք ձեռքերից առան այսպես մի խոսքով կատաստրոֆա է որ մի պատմությունը լսում ես ոչ մեկ այդ փողը չվայելես որովհետեւ դու չես կարող վայելել փող դու վերցնում ես գնում ես փող աշխատելու որ ուրիշին սպանես ուրիշ երեխուն սպանես կամ ուրիշի տունը վատություն բերես բնականաբար ոչ մեկ էլ չէր վայելելու այդ փողը բայց հիմա խնդիրը հետեւյալն է
որ կան տեսակետ, որ կարող է Պուտինը համընդհանուր մոբիլիզացիա հայտարարի, իսկ դրան ռուս ժողովուրդը դեմ է ընդհանրապես, առանց այդ էլ կյանքը վատ է։ Պուտինը դրանից շատ է վախենում, ինձ թվում է։ Այո, դե չէ, մինչև հիմա կաներ։ Այո, եւ տեսեք, նույն էս Իրանի դեպքերը, երբ որ ինտերնետը ստիպված եղան փակել, որտեղ հասկացան, որ մոբիլիզացիա է լինում։ Այսինքն ինչ որ վախեր կա Ռուսաստանի իշխանությունների մոտ, մեծագույն վախեր կա, որ այսօր միշտ էլ վախը եղել է։ Հիմա ուղղակի դա արդեն ավելի բան է լինում, էլի։ Այո, ռեալանում եւ հստականում է։ Եվ այս բոլոր համախումբը, կարծում եմ, բերում է նրան, որ Պուտինը հասկանում է, որ պետք է աստիճանաբար այդ ազատությունները վերցնել, որտեվ դա մնացած ինչ որ մնացել է։ Դասակ դուք ասեք, գիտեք, երբ կլասիկ սիստեմա է, էլի, երբ որ արդեն դիկտատորների գործերը լավ չի լինում կամ համախմբումը իր շուրջ արդեն բավականաչափ չի լինում, բնականաբար մտնում են այս գործիքները, հա, հետո կամաց, ասենք, չգիտեմ, ինչ որ մեկի, չգիտեմ, իր բարեկամի մահվան շուրջ պետքա լացեն բոլորը, հա, ոնց որ, չգիտեմ, Հյուսիսային Կորեայում։ Իդեպ այս երբ էր մի շաբաթ առաջ էր, ուրեմն մահվան տարելիցն էր հոր, ուրեմն մի շաբաթ չծիծաղալու բան են հայտարարել, եթե մեկը հանկարծ այդ շաբաթվա ընթացքում ծիծաղել։ Հյուսիսային Կորեայում նկատի։ Լուրջ, դա բան։ Բռնեին սքի շաբաթը, հա։ Եվ մի բան էլ իմացա, ես չգիտեի, ուրեմն առավոտյան տներում Հյուսիսային Կորեայի քաղաքացիների շարքային ռադիո կա, որը միանում է եւ դու ոչ կարող ես ձայն ինչացնել, ոչ էլ անջատել։ Ու այդ առավոտից քեզ պրոպագանդա է անում այդ ռադիոն տանում է, հա։ Շուտով ռուսներին կարծում եմ վերայնակիցներից նույն ճանապարհով են գնում, որտեղ այս ճանապարհն է, բայց ամենավտանգավորը զգուշ եղեք մոբիլիզացիայից, որովհետև տեսեք, հիմա իրենք չէին հասկանում իրենք ուր են գնում։ Հիմա կանայք են բողոքում, մայրերն են բողոքում, որ իրենց երեխեքին տարել են զորով է, զինվորներն են տարածում Տելեգրամյան արիքներով իրական։ Մոտավորապես ինչ խազողերի քանակը հիմա ռուսական տարբեր կողմից կա։ Տեսեք, խոսքը միջին տրամաբանական ինչ է։ Եկեք անդառնալի կորուստներ թիվը խոսում է մոտ 1.3 միլիոնի մասին անդառնալի կորուստների։ Լավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը այսօրվա համար կհանդիպենք վաղուց տեսություն։ Հաջողություն։